Բարև ձեզ։ Տեսնես ինչով են մտածում նրանք, ովքեր ներհայաստանյան դիսկուրսում անում են ամեն ինչ, որպեսզի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը զոհաբերվի նոյեմբերի 9-ի սև թղթին։ ԲԴ քաղաքական վարկագիծ է, երբ 2020-ի պատերազմը կանգնեցնող եռակողմը կապիտուլյացիա որակողը քարոզում է վերադարձ նույն կապիտուլյացիայի ակտին։ Օտարին այդպիսի քծնանքով իշխանության ձգտողը պատկերացնում է, ինչ վտանգ է իր երկրի համար։ Հետխորհրդային կազմից կենտրոն օրինակ է Բելարուսը, որով Հայաստանում հպարտացողներին արժե զրկել հայկական անձնագրից, տալ այդ երկրինը, ճորտի իր երազանքի հետ միասին, եւ հիշեցնել Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարները բախվել են Ադրբեջան-Նախիջևան կապի ռազմաքաղաքական բարդույթին, եւ ոչ մեկին չի հաջողվել կայացնել ավարտուն որոշում, որովհետեւ այդ որոշումը բացի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղիղ սպառնալիք լինելուց, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի ղեկավարի գրասենյակում չէր կարող կայացվել։ Փոխարենը Հայաստանի ղեկավարի գրասենյակում կայացվել է Կապան Մեղրի ագարակ երկաթուղու ապամոնտաժման որոշումը։ Հիմա կասեք, ում է զրկել զորեղ փաստարկից հայ-ադրբեջանական 30-ամյա վեճում երկաթուղու այսօրվա չգոյությունը։ Եթե կուզեք, Վաշինգտոնյան համաձայնագիրը փակում է նաև անցյալի այդ մերկանտիլ խայտարակությունը, թե ինչպես չպահել անավարտ պատերազմի գոնե այդ խաղակարգը։ Հիմա ամերիկյան կոնգրեսում օրինագիծ է շրջանառվում, որն ենթադրում է ավտոմատ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի դեմ ագրեսիայի կամ Վաշինգտոնյան համաձայնության չկատարման դեպքում։ Վաշինգտոնը հայկական Սյունիքում ավելի հասկանալի կլիներ, եթե այն օրենքի ուժ ստանա, դա նաև կլիներ դե ֆակտո նոյեմբերի 9-ի մահուսականը, որին պարզվում է դեռ երկրպագողներ կան։ Հաջողություն։